Սոչիում Վալդայի ակումբի ավանդական հավաքին Պուտինը քննադատել է Միացյալ Նահանգների քաղաքականությունը եւ հերթական անգամ ափսոսանք հայտնել Խորհրդային Միության փլուզման համար։ Վաշինգտոնին Պուտինը քննադատել է նախ ահաբեկիչների հետ համագործակցելու եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու համար։ Так с союзниками поступают? Нет. Գործընկերների նկատմամբ ընդհանրապես չի կարելի պատժամիջոցներ կիրառել, այդպես վարվում են միայն վասալների, ենթակաների հետ։ Их наказывают за плохое поведение. Իրանի մասին խոսելիս Ռուսաստանի նախագահը ընդգծել է, որ ժամանակին, երբ Միացյալ Նահանգները կառուցում էին իրենց հակահրթիռային համակարգը Եվրոպայում, փաստարկը Իրանի միջուկային սպառնալիքն էր։ Այսօր այդ սպառնալիքը չկա, սակայն Պուտինի խոսքերով Միացյալ Նահանգները շարունակում են իրենց համակարգերը տեղակայել Եվրոպայում։ Փաստորեն, մեզ խաբել են, ասել է Ռուսաստանի նախագահը եւ հավելել, որ իրականում պատճառը Իրանի սպառնալիքը չէր եւ որ Մոսկվան առաջարկել է Վաշինգտոնին միասին այդ համակարգերը կառուցել։ На днях проведены первые испытания про США в Европе. Что это значит? Այսօր չկա Իրանի սպառնալիքը կարծես թե, սակայն բոլորովին վերջերս Միացյալ Նահանգները Եվրոպայում հակահրթիռային համակարգի առաջին փորձարկումն են անցկացրել։ Ինչ է սա նշանակում։ Нас, да и весь мир пытались в очередной раз ввести в заблуждение просто. Պարզ ասած, մեզ խաբել են։ Сказать совсем попроще, так обманывали. Ահաբեկիչների մասին խոսելիս Պուտինը քննադատել է Միացյալ Նահանգներին ահաբեկիչների հետ համագործակցելու համար։ Նրանց ոչ արմատական ահաբեկիչներին Միացյալ Նահանգները ըստ Պուտինի օգտագործում են սեփական շահերի համար։ Просто всегда трудно вести двойную игру. Объявлять о борьбе с террористами и одновременно пытаться использовать часть из них для того, чтобы расставлять фигуры на ближневосточной доске в своих интересах. Ռուսաստանի նախագահը նաև անդրադարձել է ներքին անդիմությանն աջակցելու հարցին, նկատելով, որ երբ Միացյալ Նահանգները այդ անդիմությանը աջակցում են, սա ամենևին էլ ըստ Պուտինի չի նպաստում վստահությանը միջպետական հարաբերություններում եւ հորդորել է հրթիռային համակարգեր չտրամադրել Սիրիայի անդիմությանը, քանի որ հակառակ դեպքում այդ սպառազինությունը կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքերում։ А оружие, которое передавалось так называемой умеренной оппозиции, умеренным оппозиционерам, оказывалось неизбежно в руках террористических организаций. Իհարկե, Սոչիում Պուտինը մանրամասն անդրադարձել է Սիրիայի ճգնաժամին, նկատել է, որ Ռուսաստանն ուզում է, որ ահաբեկիչների դեմ պայքարից հետո Սիրիայում սկսվի քաղաքական երկխոսություն Ասադի եւ անդիմության միջեւ։ Насколько я понял из позавчерашней беседы с президентом Асадом, Մեր հանդիպումից հետո Ասադի հետ ես եկել եմ այն եզրակացության, որ Ասադը նման բանակցություններին պատրաստ է, ասել է Պուտինը, հավելելով, որ Սիրիայի մասնատումը վատագույն սցենարն է։ Ռուսաստանի նախագահը եւս մի անգամ ընդգծել է, որ ռուսական օդուժի մասնակցությունը սիրիական ճգնաժամին ունի միայն մի նպատակ՝ պայքար ահաբեկչության դեմ։ Ինչ վերաբերում է Իրաքին եւ տեղեկություններին, որ Ռուսաստանը կարող է ռազմական ուժեր ուղարկել նաեւ այդ երկիր, երեք Սոչիում Պուտինը հայտարարել է, որ Իրաքի կառավարությունից նման խնդրանք Մոսկվան չի ստացել եւ ուրեմն որևէ գործողություններ Իրաքի տարածքում Ռուսաստանը չի ծրագրում։ иракское правительство не обращалось к нам с такой просьбой. Սովետական կայսրության փլուզման պատճառների մասին խոսելիս Ռուսաստանի նախագահը ընդգծել է, որ երկիրը փլուզվել է ոչ էֆեկտիվ քաղաքական եւ տնտեսական համակարգերի պատճառով։ Бывшего Советского Союза лежали в основе. Չեմ կարծում, որ մեր աշխարհաքաղաքական հակառակորդները պարզապես դիտորդի դերում էին այս հարցում։ Не думаю, что наши геополитические противники стояли в стороне. Պուտինը հայտարարել է, որ ռուսական տարադրամը կայունացել է եւ որ արևմտյան պատժամիջոցները չեն ռուսական տնտեսության անկման հիմնական պատճառը, այլ նավթի գնի անկումը։ Курс национальной валюты, он имеет определенные колебания рыночные, связанные с ценой на нефть, но все-таки тоже стабилизировался.